Ես նախընտրական պայքարի մասնակից չեմ, ես ընդհանրապես դիտորդ եմ, կողքից նայում եմ։ Ինքը բոլոր անօրինական մեթոդներն ա կիրառում, դուք օրինական մեթոդներով եք գործում։ Ինքը ազատ է շրջում է բոլոր հնարավոր տեղերում, օգտագործում է վարչապետական բոլոր լծակներն ու հնարավորությունները, դուք պարփակված եք այս մի փոքր տարածքում, դուրս չեք գալիս այս տարածքից։ Ինքը բյուջեի հաշվին ընտրակաշարք է բաժանում, խոստումներ է տալիս, նաև քայլեր է անում, ակնհայտ գործնական։ Դուք ընդհանրապես խոսքով կարող եք հիմա խոստումներ տալ այդ ամեն ինչը։ Հիմա սկսել է ինքը Քարոզարշավը մանկապարտեզների դպրոցների նորոգման մասին խոսելով, այսօր այլևս չի խոսում այդ նորոգման, գրեթե չի խոսում, հա, համարյա նույնիսկ խաղաղության թեման է մղվել երկրորդ պլան, առաջի պլան է եկել ագրեսիան, գոռոց, ճվոց, ինչի չէ զոհվել, այն մեկին մի բան, ձեզ անպատվում Ծառուկյանին քարփինջը ասել այսօր, չգիտեմ, Քոչայանին խոստացել է նորից էլի բանտ նստացնել, թեպետ 8 տարի է փորձում են չեն հաջողում, բայց հիմա նորից է խոստանում այդ մասին, ու խոսույթը տենց կտրուկ է դարել, ագրեսիվ է դարել ու բոլորը դա նկատում են։ Ասում եմ, որ դա ուղղված է այն պասիվ չկողմնորոշված զանգվածին, նաև ուղղված է նրան, որ ուզում է արթնացնի 18 թվականի հեղափոխության այդ ոգին, այդ մթնոլորտը, մարդկանց մղի, որ թշնամիներ կան, պետք է այդ թշնամիներին հաղթել, թույլ չտալ, որ գան իշխանության, դրա համար եկեք գնանք ընտրության, հա։ Ինքը ակտիվացնում է այն զանգվածին, որին կարող է ակտիվացնել։ Դուք կարծում եմ, որ լավ չեք ակտիվացնում։ Ինչու, բացատրեմ, որովհետև ես սպասում էի, որ գոնե մայիս ամսին փողոցային պայքար կլինի, ակցիաներ կլինեն, ակտիվ ինչ-որ գործողություններ կլինեն, ինչ-որ բաներ կլինեն, քայլեր, որոնք մարդկանց կհանեն փողոց եւ այդ փողոցի ակտիվացումը նաև կազդի այն չկողմնորոշված զանգվածի վրա, որը ասում է ես Նիկոլ չեմ ընտրելու, բայց դեռ չգիտի ում է ընտրելու, չի կողմնորոշվել, վստահ չի, որ ճիշտ է այս ուժին ընտրել է։ Ինչի ակցիաներ, փողոցային պայքար, այսպիսի ղժղժոց, էմոցիաներ, այսպիսի էպատаж չեք առաջացնում։ Հնարավոր չի։ Թե դա մտածված եք անում այդ։ Դուք մեկ բանում եք ճիշտ, որ իրենցը դա տեխնոլոգիա է։ Իր ցանկացած ղժղժոց դա տեխնոլոգիա է։ Քանի որ իր ռեյտինգի մոտ 30% ռեյտինգի 71%-ն է ասում, որ մենք կգնանք ընտրության։ Ինքը մոբիլիզացնում է իր ընտրողին դրանով, ինքը գիտի, որ արդեն իր հակառեյտինգը Հայաստանում ավելի բարձր է, քան Հիտլերի հակառեյտինգը Իսրայելում։ Այսինքն ինքը նոր ռեյտինգ չի կարա ձևավորի, բայց կարող է մոբիլիզացնել իր ընտրողի, ինչը որ ինքը անում է, վախի մթնոլորտ է ստեղծում, իր ընտրողը վախենում է, եթե ես չփաթաթվեմ Փաշինյանի ոտքերին, սրանք եկան, մենք տուժվելու ենք, նույն պետական ծառայողներին, այդ վախը մտցնում է բոլորի մեջ, որ տանի ընտրության, մենք էլ ունենք մեր տեխնոլոգիաները, շատերին թվում է, որ ես գիտեմ կարծիքներ, Նարեկի հյուրերն էլ են ակտիվ, ագրեսիվ դա ներկայացում, մենք էլ մեր տեխնոլոգիաներ ունենք, մենք էլ հատ սիրուն ներկայացում ենք մեր ծրագրերը, ամեն օր ձեր ասած, մեծ հանրահավաքներ, դուք գիտեք, մի քանի անգամ արել ենք, հունիսի 3-ին անելու ենք մեր գլխավոր հանրահավաքը, բայց եթե մենք ամեն օր դա անենք, այն որ ասում են պառակ թողենք, էմոցիանք թողենք, թողել ենք ճիշտ օրվան, որովհետև եթե ամեն օր անում ես, հիշում եք, ոնց էր են շարժումը կոչվում, որ փողոցներում մի ամիս գնացին եկան, հետո գնացին տները, որպեսզի այդպես չստացվի, մենք հետևողական ճիշտ քայլերով գնում ենք առաջ, մեր տեխնոլոգիաներով, բայց գլխավոր մեր տեխնոլոգիան մեր ժողովրդին հասցնել մեր ծրագրերը, քանի որ դա իրոք
միակ զարգացման ծրագրերն են մեր երկրի։ Իրենք բոլորը պետք է դա հասկանան, որ սա է միակ ապագան մեր երկրի։ Ու շատերը դու կարող ես զարմանաք, բայց շատերը հասկանում են, ամեն օր մենք դա տեսնում ենք, մենք եթե մեզ վախեցնում են, որ մենք գյուղերում թույլ ենք, հիմա երևի մենք ամենաուժեղը գյուղերում ենք, այո, քանի որ մարդիկ ամեն օր ներկայացնում են մեր ծրագրերը, հիմա ինչ, նստենք, ես գիտեմ այդպիսի առաջարկություններ կան, որ մենք Նիկոլի հետ պայքարենք Նիկոլի ձևով, Նիկոլի նման, աշխարհում մի հատ Նիկոլ է, ոնց պայքարենք իրա ձևով, դու պետք է լինես բացարձակ, չեմ ուզում այդ բառը ասեմ, բայց անբարոյական, կարող ենք մենք լինենք այդքան անբարոյական, որ մարդկանց անմեղ տեղը լցնենք բերտերը, որն է իրա ձևը, ձև չկա, կանանց վրա հարձակվելն է իրա ձևը, երիտասարդների վրա հարձակվելն է իրա ձևը, այսինքն գնանք այդ նույն ձևով պայքարենք, որ տեսնեն մենք էլ Նիկոլին համարժեք տեխնոլոգիա ունենք, մերը ինտելիգենտ, գրագետ տեխնոլոգիաներն են, որ մեր ժողովուրդը համոզվի, որ մենք կարող ենք մեր պետությունը զարգացնել, սա է մեր տեխնոլոգիան։ Շատ լավ, մի բան էլ մի դիտարկում էլ անեմ, մեզ հաճախ մեղադրում են, ասում են, որ դուք Նիկոլի թելադրած օրակարգով եք առաջնորդվում, իր խոսույթն եք անդադաշտ բերում, ու առհասարակ ինքն է երկրում օրակարգ ձևավորում։ Բայց մի հատ sense մի փոքրիկ նյուանս կա, որ ես նկատել եմ, հա, իր խոսույթը նաև ձեր վրա է ինչ որտեղ ազդում։ Օրինակ, ես վստահ եմ, որ եթե ինքը այդքան չխոսեր ձեր Ռոբերտ Քոչարյանի Ծառուկյանի միավորման մասին, դուք որոշ հայտարարություններ չէիք անի։ Օրինակ նույն Քոչարյանի հետ կապված որոշ հայտարարություններ, նաև ինքը կարողանում է ձեզ ոնց որ ասած մի տեսակ թասիբիակցում, թե ստիպում է, որ դուք հերքեք այդ մեղադրանքները, մտնում եք ոնց որ դուք էլ եք մտնում այդ օրակարգի մեջ, հա, չեք զգացել այդ նկատել։ Ոչ թե մենք մտնում ենք այդ օրակարգի մեջ, մենք պարտավոր ենք ինչ որ բաների արձագանքենք։ Եթե իրենք ամբողջ հանրապետությունում տարածում են, որ մենք ձայներ հավաքում ենք տանք Քոչարյանին, մենք չասենք, որ մենք ձայները հավաքում ենք ուժեղ Հայաստանի համար, ոչ մեկը չի պլանավորում ձայները տա Քոչարյանին, մենք դա ասել ենք, ասում ենք, ամեն օր ասելու ենք, Քոչարյանը արել է հայտարարություն, Ծառուկյանն էլ է արել հայտարարություն, որ ընդդիմադիր ուժը առաջի տեղը կգրավի, իրենք պատրաստ են աջակցել, մենք դա հաշվի առնելով գնում ենք մեր ճանապարհով, որտեղ վստահ ենք, որ մենք ոչ միայն առաջին ընդդիմադիր ուժն ենք լինելու, ընդհանրապես առաջին ուժն ենք լինելու, դրա համար արձագանքում ենք, որտեղ իրենց հաջողվել է գյուղերում, ամենայն դեպս այդ նարատիվները մտցնել, իրենք գնում են բոլոր քայլերի, բայց մենք արձագանքում ենք այն քայլերին, որը կարող է մեզ վնաս հասցնել, թե չէ իրենք ամեն օր այնքան խոսույթներ ունեն, մենք ոչ մի խոսույթի չենք արձագանքում, բայց կան հարցեր, հիմա մարդկանց տարածում են, որ այդ բժշկական ապահովագրությունը մենք հեչ ենք անելու իշխանության գալուց։ Դրա համար ես ուզում եմ հենց հիմա հայտարարեմ, որ մենք 65 տարին իջեցնելու ենք 60 տարով, որտեղ մենք համարում ենք դա ճիշտ քայլ մեր ժողովրդի համար։ Մենք չենք կարող իրենք երևի 8 տարվա մեջ մեկ բան ճիշտ են արել ժողովրդի համար։ Դա մենք ավելի ենք ուժեղացնելու, ավելի ենք լավացնելու, որ ոչ միայն օգտվի ժողովուրդը, օգտվեն նաև բժիշկները, որովհետև իրենց անմտածված քայլերով իրենք բժիշկներին ամբողջությամբ լիցքաթափել են,
ոչ մի բժիշկ ցանկություն չունի մասնակցի այս process-ներին։ Դուք տեսնեք, եթե այսպես շարունակվի, մի քանի տարի հետո բոլորը դուրս են գալու եւ ստեղծելու են իրենց մասնավոր բժշկական կենտրոնները, որ չծառայեն ժողովրդին։ Իրենք հաշվի չեն առել բժիշկների աշխատավարձները, բժիշկների ծանրաբեռնվածությունը, դա պետք էր անել, անհրաժեշտ էր անել, բայց պետք էր անել ավելի գրագետ։ Մենք լավացնելու ենք դա, բայց իջեցնելու ենք տարիքը, որ ավելի շատ, որովհետև Հայաստանում, դուք գիտեք, արդեն 60 տարեկանից հետո մարդիկ սկսում են ունենալ առողջական լուրջ խնդիրներ, բոլորը կարողանան օգտվել դրանից։ Լավ կլինի։